Հակե Դանիելյան գալիս ասում է հայոյում եք, թքում եք, եղբայր, մարդ սպանելով, ոչնչացնելով, երկրից արտաքսելով խմբակցության ղեկավարիցդ բռնած, ասենք դրա մաստեր սպորտ են, եկել ես ինչից ես խոսում։ 7 տարիա մեզ սադրում են, 7 տարի վիրավորում են գնում հետևներիցս, էլ լրագրողներով, էլ փողոցայիններով, էլ զիբիլի վրի կատուներով, Ղարաբաղից բերած, էլ տարբեր տեղերից փող վեկալած ոչնչություններով, 7 տարի, բանա դեպք չելենք, միտեղ մեկը ասելա սրա ակաժները կկտրեմ, մեկ էլ միտեղ մի հատ դավաճան սրիկա, որ իր տղաներին փախցրելա, որ հանգարցակի բանակում չծառայեն 4 տղա ունի Հայաստանում ապրում է, մեկը թքելա վրեն։ Այ քեզ բան։ Հələ մենք դրա համար պատասխանատվություն ենք կրում, մենք դրա համար պատասխանատվություն ենք վերցնում, ձեր զերո պատասխանատվությունը։ Մի օր Վազգեն Մանուկյանին կբերենք sense դատարկ բաժակի պես կդնենք։ Մի օր Սրբազանին կբերենք, որը իդեպ նենց չի, որ բավականին հետաքրքիր բառապաշար ունի, հա, այն գլխի ձունգայից բռնած թե չգիտեմ, ինչի չէին նեղանում շրթունքներից եւ գլխի ձունգայից, երևի հարմար չէին նեղանում։ Հիմա եկել են այստեղ բոլորը սուրբ են խաղում, այն Մամիջանյան Հայկը։ Նախ լավա որ մեկ գոնե գալիս են, իմանում ենք այստեղ տենց խմբակցություն կա, չէ, ոչ գալիս հարց են տա, դե մենք չենք իջնում իրանց մակարդակին, խոսում են վարչապետ, խոսալու ձևից։ Ասենք չգիտեմ, այն թող իրա մի հատ իրա շեֆին բան այն, որ կոշիկ էր շպրտում, ապակի էր ջարդում, մարդկա տենց է խոսում, մարդկա րոպե մեկ գալիս աստեղ, չեմ ուզում այդ բառը ասեմ, ումից Աստված էր ես թեքել, գիտեք ումից Աստված էր ես թեքել, այդ ոչի մեջ է խոսում, գիտենք քաղաքական գործիչ է, մարդ էլ կա, իրա ուսխորտի ղեկավարին է ուզում անընդհատ նմանվի, չի հասկանում, որ մնացած բոլորը ուզում են հանգարց իրանց ուսխորտի ղեկավարին ոչ մեկ չնմանվի, ինքն էլ գիտի ինքը քաղաքական գործիչ է, մեկ էլ սենց հանում մտածելու տպավորություն թողում, դուք նվեր եք, բա ամենածից աղալուն, գալիս է, Տիկին Տյուրեղյանը, KP-ի գալիս խոսում է, ու ամենածից աղալուն, գիտեք որն է, 0 ձեն են կարում համարեն, հավաքեն, իրանք ձեն չեն կարում հավաքեն, KP-ն պարտություն կրեց ես ինչ տեղը, դուք մերից ինչ գործ ունեք, միտեղ երկրորդ տեղն ենք բռնե, միտեղ առաջի տեղն ենք բռնե, դուք կարում եք մասնակցեք ընտրությունը, ես չեմ ասում, իրենք չեն կարում մասնակցեն այդ ընտրությունը, գայս մնացածի գնահատականն են տալի, այո հաղթարշավը շարունակվում է, դուք այդ հաղթարշավի հետ ինչ կապ ունեք, դուք իրար մեջ որոշեք ձեր մեջից ով է ում իշխանություն տվել, բայց իրականում թաքցրեք այն իրական պատճառը, այն խանդը, այն նենգությունը, որ ձեր մեջ կա ու ծակել է, կամ ասենք այն որ խոսում են, ասում են, բանա իսկ անդերը ստեղ չկիրառեցիք, ընդեղ չկիրառեցիք, բա ԱՏՍ-ները, բա 30 տարի առներ շեֆըդ այդ ԱՏՍ-ները, բա 80-ականների զենքերով խինք, 80 թվականներին ԱՏՍ չկար, բա ինչի կոնսերվի բանկեկով, բա առնեիք, մենք բանակին ձեր չենք տվեք, կամ այդ որ ասում եք սուերը բերել եք, այդ կարող է տենց մենք նստել ենք, մենյուն բացել ենք, նայել ենք, ասել ենք մի հատ ինչ վերցնենք, ձեր զինվորականներն են բան արել խորհուրդ տվել, զինվորականներն են խորհուրդ տալիս, ասում են մեզ էս է պետք կամ մեզ այն է պետք, կամ ցեղասպանությունը ով է ուրանում, հարցնում է Քրիստինեն Վարդան, ձեր առաջնահերթությունը ո՞րն է, մեր առաջնահերթությունը, որ ցեղասպանություն չլինի, ցեղասպանություն այլևս չլինի, մեր առաջնահերթությունը խաղաղություն հաստատելն է, ես հասկանում եմ, որ ձեր առաջնահերթությունը ողբն է, որտեղ դուք ողբի վրա կարող եք կառուցել ձեր գոյությունը, չկա ողբ, չկա այն վտանգը, որը որ մենք փորձում ենք նվազեցնել, չկաք դուք, չկաք, ոնց որ հիմա դահլիճում չկաք եւ քաղաքական դաշտում չկաք։ Չգիտեմ էլ ինչ ասեմ ձեզ, ուղղակի ցավալի է 20-ի ասած 2021-ի ասած 22 թվականի սեպտեմբերից հետո իրադարձությունների ասածը համեմատել իրար եւ փորձել ինչ որ ձևով դրա շուրջ բան գեներացնել, այսինքն բան չի փոխվել, պատերազմներ չեն եղել, սեպտեմբերյան հարձակումները չեն եղել, Հայաստանի Հանրապետության ներքաղաքական են գործընթացները չեն եղել, որը որ նաև դուք եք գեներացրել եւ իրականությունը տենց պետք է զմռսված մնար, իրականությունը շատ արագ է այսօր զարգանում եւ կառավարությունը այդ իրականության հետ հաշվի նստելու պարտավորություն ունի նախ եւ առաջ։ Հիմա եթե տենց ենք վերցնում, իսկ ընդդիմությունը ինչ է խոսք տվել եւ ինչ է իր խոստումներից կատարել։ Ուզում եմ մի հատ գակ օրինակ բերեք, ասեք մենք օրինակ մեր նախընտրական
ծրագրի ժամանակ, օրինակ պարոն Օհանյանը ասում էր, եթե մենք այն ժամանակ ընդդիմություն լինեինք, մենք այս քայլերը կձեռնարկեինք, երբ որ խոսքը գնում էր պատերազմի ժամանակվա ազգային ժողովի մասին։ Օրինակներ եք բերում, կարող եք բացել նայել, բայց որևիցե բան դրանից տեղի չի ունենում։ Դուք դուրս եկաք փողոց, ասացիք մենք մեր օրակարգով կվերադառնանք, այնուամենայնիվ մենք այդ օրակարգը չենք տեսնում։ Եկեք ժողովրդական լեզվով ասած, ծուռը նստենք, դուզը խոսենք։ Ո՞րն է ձեր օրակարգը, ինչի եք եկել։ Ինչի եք եկել։ Չեմ հասկանում, անկեղծ չեմ հասկանում, կգնաք ձեր ընտրողներին կպատասխանենք, ես չեմ մտնում այդ դաշտի մեջ, որտեղ ձեր ընտրողները, մեր ընտրողները բավականին տարբերվում են։ Եվ անդրադառնալով մեր գործընկերների ելույթներին, սկսեմ Արծվիկ Մինասյանի ասածից, որը նույնպես ասում է հրաժարական տվեք։ Պարոն Մինասյան, հարգելի գործընկերներ, այդքան օրհասական է վիճակը, հրաժարական է պետք, նոր բան կա ասելու, դուք բոլորով հրաժարական տվեք եւ նոր ընտրություններ տեղի կունենա, բախի չեք հրաժարական տալիս, չեք կարողանում իրար մեջ պայմանավորվել, բախի հրաժարական չեք տալիս։ Օրակարգը չկա, ասելիքը դուք ձեր ասելիքը չեք արել, այն մեզ սպանելուց բռնած, ինչ ասես խոս տվեցիք մարդկանց, դավաճան ասեցիք, ինչ ասես ասեցիք, ինչ արեցիք դուք ձեր ասածից, որպես ընդդիմություն։ Ընդդիմությունը իշխանության մի մասն է, ինչ եք արել։ Տիկին Գալստյան, պարոն Նազարյան, պարոն Օհանյան, հա, պարոն Դանիելյան, ինչ եք արել։ Ձեր խոստվածից։ Դուք մենք ինչը չենք արել, դուք մեզ մեղադրեցիք։ Հիմա ես ձեզ եմ այդ հարցը ուղղում։ Լավ, ինչևից է։ Տիկին Կյուրեղանը, ես շատ եմ սիրում, որ Տիկին Կյուրեղանը ելույթ է ունենում, որտեղ իր ելույթները միշտ համեմված են մի անիմաստ բանով։ Հիմնականում ասում է վերջում եւ գնում է, որ հանկարծակի իրեն չպատասխանեն, բայց ես այնուամենայնիվ զարմացած եմ, որ Տիկին Կյուրեղանը հարց է տալիս առողջապահության նախարարին, ասում է, «Բա եթե բժիշկը պրինտեր չունի կամ համակարգչով չի կարող օգտվել, ուրեմն այդ բժիշկը պետք է բժշկությամբ չզբաղվի, եթե 2024 թվականին ինքը չի կարողանում համակարգչից օգտվել»։ Դա լուրջ խնդրեմ է, ուրեմն ինքը բժիշկ չի, եթե 2024 թվականին տես բան կա։ Կամ ասում է, մեր Բաքում ինչ էին անում այդ ասածներին պարոն Միրզոյանին արձագանքելով, կարամ հիշացնեմ ինչ էին անում, գլուխը խփում էին զուգահեռնակոնքին, որ մեռնի։ Հիմնականում դաշնակցականի հետ է տես դեպքերը։ Բա դրա մասին։ Գեղամ Մանուկյանը ասում է, զինվորականները տարբեր շորերով են, դրանից մի քանի նախադասություն առաջ ասում է 5000 հոգուց 2000 քանիսն են հանձնել եւ այլն։ Բա դրա համար չեն կարողանում հանձնել։ Բայց բարեփոխումները հենց դրա մասին է։ Բայց ով ասեց, որ այդ բարեփոխումները, այդ քննությունը նրա համար է, որ 5000-ից 5000-ը հանձնեն։ Այդ դրա դենց հլեր չեն կանի այդ ամեն ինչը։ Աննա Գրիգորյանը ասում է հապկին է պաշտպանում, բայց այդ հապկի այդ պաշտպանելու ժամանակ, բայց այդ որ մեղադրում եք, ասում եք մտել է այսինչ տեղը, բա հապկին խի չեք ասում, որ դա հապկի տարածքն է։ Ասում եք, դուք պրոռուսական ընդդիմություն եք, ես կարամ ուրիշ բան ձեզնից մեջ բերեմ, երբ որ մեջ եք բերում իմ կամ պարոն Հովհաննիսյանի կողմից բռնությանը մոտ ինչ-որ բաներ, բա գնացել եք 10 հոգի Երևանի կենտրոնում գնդակահարած մարդու ցուցակով եկել եք